Բարձ, ներքնակ, գնդակ, սառնարան, հեռուստացույց, խոշոր շահում չէ, այն է, ինչը ափերից դուրս եկած գետը վերադարձրել է մարդկանց։ Խալաձելնիկ, հենա դիվան, բարձ, բալիշ, վերմակ, են ինչ ասեմ, ամեն ինչ, էլ զբիլին էլ տեղ չկա, մեշոկներով։ Գյուղի տղամարդիկ բահերով, երկաթե ձողերով այս ու այն կողմ են տանում աղբը, որ ջրի ճամփան բացվի, բայց հարցն այսպես չի լուծվի։ Այս խնդիրը ուզենամ վերջնական լուծեն, պետք է սկսեն ամենասկզբից գետը մաքրել, Սերոջին նշած այդ ամեն ինչը կանալիզացիաները, այդ ամեն ինչը փակեն լրիվ, վերահսկողություն սահմանը, չգիտեմ, տուգանքի չափով կամ այնպես վերահսկողություն սահմանը, որ մարդիկ աղբ չթափեն գետի մեջ, լիովին մի հատ մաքրեն սկզբից մինչև վերջ, ոչ թե ինչքան 10 մետր, 20 մետր հատված մաքրելով չասեն, էլի աշխատանք են կատարել։ Ալֆրեդենց 1 հեկտար ծաղկանոցը ջրի տակ է անցել, 1.5 միլիոնի վարկերը դեռ պետք է մարվեն։ Ինչպես։ Այդ ծաղիկները, այդ ամեն ինչը, որի միջոցով որ մենք պետք է գումար աշխատենք, հաց առնենք, կոպիտ ասած, հոդս է ցնդում, այդ դրա տակից ծաղիկ գտնել հավաք հանելը մի ձև, որ խոսքի ինքը դառնա ծաղիկ ենթակա լինի վաճառվելու, դառնում է լրիվ անիմաստ, անպիտան բան։ Այդ խոզի կեղտից բացից այդ թունավոր նյութերից լրիվ չորանում է ու վեկալած այդ փողը, այդ վարկերը, որ մենք դնում ենք եկամուտ ակնկալելու նպատակով, մնում է մեր վրա։ Մի քանի գյուղ վերև ֆերմաներ կամ պատմում են Մայակովսկիի բնակիչները։ Գետը դարձել է հոսող աղբանոց, ոչ ոք դեմը չի առնում, ասում են։ Գյուղից վերը երկու հատ խոզի ֆերմա կա, ես իմ հազարներով պահում են, այդ բոլոր կեղտը լցմա այդ գետի մեջ։ Էսի այդ խոզի կեղտն է։ Այն որ սենց կեղտ է։ Եթե այստեղ սենց լրի բաներ, եթե արգել են պատկան մարմինները փակեն դրա դեմը, գետը մի անգամ էլ մաքրվի, տարիներով կաշխատի։ Ձնհալից հետո վարարել է գետառը, մյուս կողմից էլ մարդիկ կորցրել են խիղճը, նշում է գյուղապետը, յուրաքանչյուր անպետք բան գետն են լցնում։ Այդ խնդիրը միայն մեր բանով չի, մեզանից վերևը գյուղեր կան, շինարարական, աղբա, եսի մինչա, հենց բնակիչներն են լցում, այդ իրանց ոնց որ ասած ստեղծած դժվարությունն է, որ այսօր պիտի մենք կարողանանք հաղթահարենք։ Գյուղի վարչական ղեկավարը խոստանում է հարցը լուծել, նախագիծն արդեն կա, մնում է կառավարությունը հաստատի։ Ամբողջ համայնքի մեջով անցնող գետառը մաքրվի, որ այդ խնդիրից մենք ազատվենք։ Եթե մինչև համայնքի սահմաններից դուրս չմաքրվի, մոտ 1 կիլոմետր է, միշտ մենք այդ խնդիրի առաջ կկանգնենք, չնայած այս տարի որ շատ էր էլի ձնհալները, անձրևները։ Նախագիծ է դա դեռ, հա որ։ Նախագիծ է, երևի այս տարի սկսեն անեն մաքրել։ 77-ամյա Գագիկը հիշում է, գետառը ժամանակին շատ մաքուր էր, տարբեր ձկներ կային։ Պատմում է, գյուղի նախկին անունը Շահաբ էր, շահի աղբյուր, այս անվանումը ստացել էր իր Զուլալ գետի համար։ 50-ական թվականներին բերում էին ԺԲԿ-ից գալիս էր էքսկավատորով, բանով մաքրում էին։ Բայց հիմա ինչ մաքր երկիր է մնացել, որ երկիր չկա, կործանվավ։ 50-ական թվականներին գիտես, այս գետում ինչ մաքուր գետ էր, ձուկ ինչ ձկեր կար, մարդիկ համարը այդ ջրից խմում էին, մաքուր ջուր էր խմելու։ Նոր հեղեղումների են սպասում գյուղացիները, ավելի հուժկու ու աղետաբեր, ջրի մակարդակը գնալով բարձրանում է։ Զարու Իսահակյան, Հենրիկ Համազասպյան և Էլեն Յահինյան, Հայլուր։